ոտք դրեցի պտղունքի դպրոց, շենքը գտնվում էր անմխիթար վիճակում։ Պատերը կիսախարխուլ, գորշ, կիսափլուզված, պատուհանները ջարդված, ձմեռը ջեռուցում էին բառարաններով, ծխի թունավոր օդի մեջ։ Չէինք հավատում, որ երբևէ կարող ենք այդ վիճակից դուրս գալ, նոր դպրոց, նոր շենք ունենալ։ Արդեն աշխատելով ամենաժամանակակից հարմարավետությամբ դպրոցում, դա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև ստեղծելու, նոր մշակույթ ձևավորելու։ Գիտեք, նոր շենքի պատերը դեռ պատմություն չունեն։ Եվ հենց դա է մեզ ներշնչում, որ ստեղծենք մի միջավայր, որտեղ ուսուցիչը լավագույնն է բացահայտում իր ներսում, իսկ սովորողը աշխարհում։ Երբ որ զգում ես, որ քո ամեն բառը, վերաբերմունքը, մոտեցումը ազդում է երեխայի կյանքի վրա, դա հենց քեզ արդեն ոգեշնչում է։ Միջմանը, երբ որ դուրս եմ գալիս, մտնում եմ դասարան, սեղանիս անակնկալ են պատրաստում, որով էլի ցույց են տալիս իրենց սերը իմ նկատմամբ։ Ինձ ծնողի ջերմությամբ են ընդունում, նույնը ես ընդունում եմ իրենց որպես իմ սեփական երեխաներ եւ դա իրենք զգում են։ Դասվարի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտությունն է, որովհետեւ հիմք է կերտում։ Այսօրվա մանկավարժը պետք է ժամանակին համընթաց քայլի, մասնագիտական առաջընթաց ունենա, որպեսզի ճիշտ աշխատի ժամանակակից սերնդի հետ։ Մասնագիտական առաջընթացի քայլերից մեկն է կամավորատեստավորմանը մասնակցելու որոշումներ, ցուցաբերեցի բարձր արդյունք, որի համար շատ ուրախ եմ։ Փորձում եմ այժմ էլ տարակարգի դիմել։ Դրանով այսօրվա ուսուցիչը կարող է իր մասնագիտությամբ նաև բարելավել իր ֆինանսական կարգավիճակը։ Աշակերտների մոտ ձևավորում եմ այն արժեհամակարգը, որ գիտելիքը շատ կարևոր է, բայց դրան զուգահեռ ավելի կարևոր է մարդկային արժեքները։